Եթերում հեռանկարն է, աշխարհաքաղաքական փոփոխությունները նոր մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Մասնավորապես Ռուսաստանից երկար տարիների տնտեսական ու էներգետիկ կախվածությունը հարց է առաջացնում, որքանով է անհրաժեշտ եւ հնարավոր դիվերսիֆիկացնել Հայաստանի կապերը։ Ինչ այլ ընտրանքներ ունի Հայաստանը էներգակիրների, ապրանքների շուկաների եւ նոր տնտեսական գործընկերների առումով։ Եվ ինչպես իրավիճակային լուծումները վերածել երկարաժամկետ ռազմավարության։ Այս թեմաների շուրջ կզրուցենք տնտեսագետ Հայկ Ասպանյանի հետ։ Շնորհակալություն պարոն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին շրջանում շատ խոսվեց Ծիրանի մասին, հենց դրանից էլ սկսենք։ Ծիրանի հետ կապված իրացման խնդիրներ կային։ Այլ ընտրանքային ուղիներ էին որոնվում, ինչպես է հնարավոր լինում հիմա իրացնել դա։ Այս առումով պետք է սկսել ասում չկա չարիք առանց բարիքի, եւ չարիքը նրանում էր կայանում, որ մեր մոտ արտադրության ծավալները նախորդ տարիների համեմատ շատ ավելի սահմանափակ էր։ Եվ այս տարի, երբ որ առաջացավ իրացման այդ խնդիրը, այդ թվում նաև արտահանման դեպի Ռուսաստանի Դաշնություն, ըստ էության խնդիրը շատ ավելի մեղմ էր, քան թե մենք կարող էինք ունենալ, եթե ծավալը լիներ ավելի մեծ։ Մեր տնտեսվարողները բնականաբար որոշակի արտահանման հնարավորություններ փորձել են գտնել այդ թվում դեպի Ռուսաստան տարանցիկ ինչ-որ ճանապարհներով մենք տարբեր տեղերից այդ թվում նաև մամուլից լսում ենք, որ հայկական ծիրան է վաճառվում Ռուսաստանում։ Մի մասը Վրաստան է ըստ էության արտահանվում եւ նաև փորձ արվում ավելի փոքր խմբականակներով այնպիսի երկրներ տանել, որ նախկինում մենք չէինք տարել, օրինակ Եվրոպական միության անդամ շատ երկրներ։ Այս առումով կարծես թե քայլեր իրականացվում են, բայց միանշանակ է, որ մեծ ծավալների մասին կարելի է խոսալ ժամանակի ընթացքում։ Հնարավոր չի ուղղակի տանել ապրանքը մի շուկա, հաճախորդներին, սպառողներին ծանոթացնել այդ ապրանքին եւ 1-2 տարվա ընթացքում ամբողջ ծավալը, որ Ռուսաստան էր տարվում, ուղղորդել դեպի այդ շուկաներ։ Դրա համար ժամանակ է պետք եւ ես կարծում եմ առաջիկա տարիներին մենք ունենք այդ հնարավորությունը մեր արտանումը ավելի դիվերսիֆիկացնելու ոչ միայն Ծիրանի, այլ նաև մյուս գյուղմթերքի եւ առհասարակ Հայաստանից արտանվող ապրանքների մասով։ Մյուսներին կանդրադառնանք, բայց դեռ Ծիրանի անդրադառնալով դուք խոսել եք այն մասին, որ մենք Ծիրանի առումով կարող ենք ունենալ, այսպես ասած, կապույտ օվկիանոսի այդ էֆեկտը։ Ինչպես։ Ինչ հնարավորություն է։ Նախ ապրանքի որակական հատկանիշներով որ նայենք, շատերը ովքեր փորձել են Եվրոպայում արտադրված ծիրանը, էականորեն համահոտային հատկանիշներով տարբերվում է, եւ այս առումով մենք որոշակի առավելություններ ունենք։ Բայց այդ կապույտ օվկիանոսի գաղափարը, ես ուզում եմ ասել, որ պատմությունում այդպիսի դեպք եղել է, նույն մտքերի հետ կապված, օրինակ Նոր Զելանդիայում, երբ որ սկսեցին կիվի արտադրել եւ կիվին դիրքավորել ամբողջ աշխարհում, միջև էլ կիվի կար։ Մարդիկ օգտվում էին, բայց այդ սպառման ծավալների մասին չկար եւ այսօր ոնց որ բանանն է, համաշխարհային միրգ է համարվում, նմանատիպ կիվին, այսինքն շատ լայն տարածում ունի եւ սպառվում է։ Այս առումով մեծ նշանակություն ունի մարքեթինգային ռազմավարությունը, դիրքավորումը, էլի ժամանակ է պետք լինելու, բայց Նոր Զելանդիայի դրական փորձը շատ մեծ, այսպես ասած, հույս է ներշնչում նաև մեզ, որ բավարար ջանքերի եւ ֆինանսական ռեսուրսների դեպքում հնարավոր է հասնել։ Քանի որ հեռուստադիտողը ծանոթ չէ կապույտ եւ կարմիր օվկիանոսներին, գուցե բացատրենք ինչ է դա նշանակում։ Այո, այդ գաղափարը հենց կապույտ օվկիանոսով, այդ Ուչանկիմ, Ռենե Մոբորն այդ հեղինակների կողմից է առաջ քաշվել այդ ռազմավարությունը, ասում է կարմիր օվկիանոսը այն շուկան է, որտեղ կան բազմաթիվ խաղացողներ եւ իրանք առաջարկում են միանման ապրանքներ։ Կապույտ օվկիանոսը, երբ որ մեկ խաղացող կա ու ասոցիացիա արվում շնաձկների հետ, երբ որ միսը նետվում է շնաձկների մոտ, իրանք հավաքվում են, տեղարյուն է հոսում, օվկիանոսը կարմրում է, իսկ այնտեղ որտեղ ոնց որ մի խաղացող է, այնտեղ կապույտ է օվկիանոսը, այդ իհարկե ալեգորիա է, վերված շնաձկների հետ, բայց բիզնեսի ժամանակակից բիզնես մտածելակերպի մեջ ինքը բավական լայն տարածում ունի այդ մոտեցումը։ Շատ հաջող քեյսեր կան աշխարհում գինիներից սկսած ավստրալիական գիներ ինչպես դիրքավորվեցին աշխարհում, որտեղ միջև այդ ավստրալիան գինի արտադրությունը ինչ կապ ունի ավստրալիան գինիի հետ։ Այնպես որ մենք ունենք այդ հնարավորությունները, բայց բնականաբար ջանքեր եւ ֆինանսական ռեսուրսները ամենակարևորը անհրաժեշտ են այդ ամեն ինչ իրականացնելու համար։ Հիմա վերջին շրջանում հատկապես եվրոպական ուղղության վրա շատ ուշադրություն ենք դարձնում, բայց մենք ինչ ունենք առաջարկելու իրենց եւ ինչի կարիք իրենք ունեն։
Իրականում մեր արտադրողները ամենակարևորը, մենք ինչքան էլ խոսենք, որ պետությունը աջակցի, փորձի խթանել դեպի Եվրոպա կամ այլ երկրներ։ Մի կարևոր նկատառում անեմ, հետո փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Մեր մոտ շատ է, այսպես ասած, բևեռացվում հարցը։ ԵԱՏՄ կամ ԵՄ։ Իրականում խոսքը չի գնում, որ առհասարակ պետք է արտադրանքները չարտահանվեն Եվրասիական տնտեսական միություն եւ մասնավորապես Ռուսաստան, եւ չի նշանակում, որ մեր բոլոր ապրանքները պետք է տանենք ԵՄ։ Կան շատ այլ երկրներ, այլ տարածաշրջաններ, որտեղ մեր ապրանքները ավելի մրցունակ կարող են լինել։ Խոսքը նույն մենք այս բանի ուսումնասիրություն ենք անում, օրինակ Թուրքիայի թե որ հայկական ապրանքները կարան լինեն եւ բարձում է մեր ծաղիկները, էլեկտրաէներգիան, մեր փայլատի տեղ իրանք բավականին մեծ շանսեր ունեն այդ շուկայում դրսևորվելու։ Նմանատիպ մնացած ապրանքները մենք այս ծառայության մեջ եկեք չընկնենք։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, մեր որ ապրանքները պետք է լինեն, այս առումով մեր տնտեսավարողները շատ մեծ աշխատանք ունեն իրականացնելու։ Այն, այսպես ասած, ապրանքները, որոնք սովոր էին ռուս սպառողները եւ հիմա դժվարանում ենք մենք արտահանել, բնականաբար այդ ապրանքների մի զգալի մասով հնարավոր չի լինի գնալ, ասենք, չգիտեմ, պահածոները կան իրանց քիմքը ուրիշ, համերիա սովոր եվրոպացի սպառողներին ուրիշ, ես մեկ-մեկ ասում եմ, եթե, չգիտեմ, պիստաչո սոուս ինչ-որ sense բան պետք է անել, ուրեմն պետք է սկսել ոչ թե արտադրել վրացական սոուսներ, ուրեմն իտալական սոուսներ պետք է արտադրել, որը եվրոպացի սպառողների քիմքին ավելի ծանոթ է, ավելի մոտ է։ Այս առումով աշխատանք ունենք անելու, շուկաները ուսումնասիրելու, ադապտացնելու մեր ապրանքները, վերափոխելու նոր ապրանքներով հանդես գալու։ Մեր օրինակ այս բան ամենաշատ գնացող մեծածավալ ապրանքներ ունենք փայլատի թեղը, որ բավական լուրջ ներկայացված է, ունենք մոլիբդենի կոնցենտրատը, որը լի գնում է եվրոպական երկրներում մի զգալի մասը, բայց սրանք B2B ապրանքներ են, սպառողները սուպերմարկետներում չեն կարող տեսնել այս մասին։ Իսկ սպառողական ապրանքների մասով, B2C ապրանքների մասով, իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այդ շուկաներում սպառողները պետք է շատ ռեսուրս ծախսել, որպեսզի ապրանքները ծանոթ լինեն սպառողների համար։ Մենք նաև զուգահեռ ուզում ենք խոսել կոնյակի կամ բրենդի, արդեն ԵՄ արտահանման հնարավորությունների մասին եւ Գերմանիան ամենաբան շուկաներից մեկն է, Գերմանիան, Շվեյցարիան, Ռումինիան, որ մեր բրենդին կարող է այդ շուկաներում բավականին դրական, այսպես ասած, վաճառքի ծավալներ ունենալ, եթե էլի այդ միջոցները ներդրվեն շուկայում, մենք ասում ենք շուկա մուտքի ռազմավարությունը ֆինանսավորի, go to market strategy-ն, այսպես ասած, պատշաճ ֆինանսավորվում։ Ժամանակին կոնյակի հետ կապված մոտեցում, հնարք է կիրառվել, երբ որ գնում էին տարբեր ռեստորաններ եւ հայկական կոնյակ էին պահանջում, եւ սա փաստորեն առաջացնում էր պահանջարկը։ Կա նման հնարավորություն, այսպես ասեմ, փաթակով եթե վերաբերվում։ Ինչպես պետք է առաջացնել այդ պահանջարկը։ Այդ Շուստովի իրականացած հնարքը հիմա իրականացվում է Instagram-ում, TikTok-ում եւ այլ սոցցանցերում, մենք բոլորս գիտենք։ Կա այդ մոտեցումները, նույն մեր ուսումնասիրությունը ցույց են տալի, որ հայկական բրենդի, եթե կոնյակը դա ֆրանսիական տեղանունով, աշխարհագրական տեղանունին բնորոշ է, եկեք բրենդի տերմինը օգտագործենք մեր ֆրանսիացի գործընկերներին չներացնելու համար։ Եթե խոսենք բրենդի մասին, մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ 5 շուկա կա աշխարհում, որ նպատակահարմարը Հայաստանը մուտք գործի, բնականաբար առաջատարը իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի շուկան, Գերմանիայի շուկան, Շվեյցարիայի շուկան, Ռումինիայի շուկան, իրանք բավականին հետաքրքիր են, այսպես ասած, հայկական արտադրանքների համար եւ բավարար ջանքերի դեպքում հնարավոր է։ Ես ուզում եմ նաեւ այս բավարար ջանքերը շատ փոխկապակցված է ժամանակի հետ։ Մենք հաճախ պատկերացնում ենք, որ դա 2 տարում կամ 3 տարում հնարավոր է իրականացնել։ Սա պլանային տնտեսություն չի, մենք չենք կարող տանել եւ բոլոր խանութներում ցածրել եւ ստիպել, որ մարդիկ խմեն մեր արտադրանքը։ Սա պետք է աշխատեն, բայց նաեւ շատ կարեւոր է արտադրողների դերը, որովհետեւ եթե պետությունը չի կարող վերցնել ինչ-որ մեկի ձեռքից բռնել, տանել ապրանքը պայմանական Վիեննայի շուկայում վաճառելու, ոչ էլ հիմա տանում է մեր մոսկովյան շուկաներում վաճառելու։ Արտադրողներն են գտնում, այլ բան է, որ օրինակ մեր արտադրող արտահանողները այդ հմտությունները չունեն եվրոպական շուկայում հանդես գալու։ Ես շատ եմ խոսում մեր գյուղմթերքի արտահանողների մասին, ամենայն հարգանքով այդ մարդկանց նկատմամբ, բայց իրանք շատ փոքրածավալ արտահանողներ են, որոնք ուղղակի լինելով մի քիչ ավելի հմուտ կամ Ռուսաստանում գործարար կապեր ունենալով հավաքում են գյուղում արտադրանքը տարբեր հարևաններից, տանում են Ռուսաստանում վաճառում, փողը բերում բաժանում։
այս մոդելը չի աշխատի ոչ Եվրոպայում, ոչ էլ այլ խոշոր շուկաներում։ Պետք է մենք աշխատենք Հայաստան ներգրավենք խոշոր լոգիստիկ ընկերություններ, որոնք արդեն ծանոթ են եվրոպական երկրներին։ Իսպանիայից մատակարարումները, հա, այսպես ասած, սորսինգը ապրանքներ իրականացնում են Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, դիտարկեն նաև Հայաստանը որպես երկիր, որի միջոցով արդեն ապրանքը կարող է հասնել եվրոպական սուպերմարկետներ։ Սա առաջարկ է, թե արդեն իսկ քայլեր արվում են այդ ուղղությամբ։ Ես գոնե տեղյակ չեմ այդ խոշոր ընկերությունների ներգրավման մասին, բայց կարծում եմ այդ տարբերակը ամենաակնհայտն է եւ ամենաարդյունավետն է բոլոր հնարավոր տարբերակներից։ Դուք խոսեցիք թուրքական շուկան ուսումնասիրելու մասին, այլ շուկաներ, որոնք Հայաստանը կարող է դիտարկել Մերձավոր Արևելքում, Աֆրիկյան տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, կան այդպիսիք, որոնք կարող են մեզ համար լինել մատչելի։ Բնականաբար կա ուսումնասիրությունները նույն, ասենք օրինակ Իսրայելի շուկան էական նշանակություն ունենալու հայ-թուրքական սահմանի բացումը, որովհետև հայ-թուրքական սահմանի բացումը էական ծախսերի նվազեցում է ապահովում մեր տնտեսվարողների համար դեպի արևմտյան ուղղությամբ գնալու, խոսքը ոչ միայն Եվրոպայի մասին է, այլ նաև օրինակ Լիբանան, Սիրիա, Իսրայել, այս ուղղությամբ Եգիպտոս ապրանքները արտահանելու։ Կան նաև հնարավորություններ Կենտրոնական Ասիայում, արաբական Պարսից ծոցի երկրներում, եթե մենք խոսենք Արաբական Միացյալ Էմիրությունների այլ երկրների մասով, այնտեղ իհարկե կա որոշակի առանձնահատկություններ, որ փաստացի բնակչության մի զգալի մասը հնդիկներ են Պակիստանից, Ֆիլիպիններից, որոնք ունեն իրենց խոհանոցի առանձնահատկությունները եւ էլի դժվար է մեր արտադրած պանիրը այնտեղ վաճառել, որովհետեւ այդ մարդիկ ուրիշ պանիր են սովոր ձեռք բերելու կամ նույնը պտուղ բանջարեղինն է վերաբերում, բայց բավարար աշխատանքի դեպքում մենք պետք է հիմնականում ռազմավարությունը լինի բարձրարժեք, այսպես ասած, որմնախոշային ապրանքների վրա, հա, ռուսերեն նիշը, այդ ապրանքների վրա մենք պետք է կենտրոնանանք, որովհետև մեր հնարավորությունները մենք չունենք։ Նույն Իրանի մասով Թուրքիան խոշոր արտադրող եւ արտահանող է, բայց համահուտային հատկանիշները էականորեն ավելի ցածր են, քան թե մեր Իրանի դեպքում, բայց մեծ ծավալի դեպքում կարողանում են շատ մատչելի գին ապահովել, որ մեր տնտեսվարողները չեն կարա, մանավանդ որ մեր գյուղատնտեսական հողերը շատ մասնատված են, ֆրագմենտացված են եւ այդ մասշտաբի էֆեկտը մենք չենք կարող ունենալ։ Գյուղատնտեսական հողերի մասին խոսեցիք եւ վերջին շրջանում հատկապես ցորենի արտադրության եւ այլնի մասին է խոսվում։ Եթե անդրադառնանք այս հարցին, մեզ ինչ է անհրաժեշտ, արդյոք պետք է տեղում մշակում իրականացնել, թե ընդհակառակը շարունակել ներմուծել ցորենը եւ պարենային անվտանգության տեսանկյունից հարցը այսպես լուծել։ Կա այսպիսի մի մոտեցում, որ ընդունված է ասել, խնդիրը ճիշտ լուծելու համար պետք է ճիշտ խնդիրը ձևակերպել։ Մեր խնդիրը ըստ իս ոչ թե Հայաստանում ցորեն արտադրելն է կամ ցորենի արտադրությունը ապահովելն է, այլ մեր խնդիրը Հայաստանի պարենային անվտանգությունը ցորենի մասով, հացատիկի մասով ապահովելն է։ Եթե խնդիրը ձևակերպում ենք իմ ասած երկրորդ կերպով, այստեղ տեղական արտադրության խթանումը տարբերակներից մեկն է լուծումը, հա։ Ես չեմ կարծում, որ ամենաօպտիմալ տարբերակն է, որովհետև եթե ամենաօպտիմալը լիներ, շուկան արդեն այդ հարցը լուծած կլիներ։ Կա ընդունված մոտեցում, այսօր էլ մեր պարենային անվտանգության համակարգում կա ռազմավարական պաշարների գաղափարը, որ ներկրողները պարտավոր են, խոշոր ներկրողները իրենց նախորդ տարվա ներմուծման 10%-ի չափով անընդհատ պաշար կուտակեն, որ անհրաժեշտության դեպքում կարողանան պահանջարկը բավարարել կամ եթե մատակարարման հետ կապված խնդիր լինի, կարողանան այդ պաշարները օգտագործել։ Ես կարծում եմ, այս ուղղությամբ պետք է քայլեր իրականացվեն, նաև ավելի կայուն համակարգ ձևավորելու, այդ պաշարը ոչ թե լինի 10%-ի չափով, այլ պայմանական 15%-ի չափով։ Սա հիպոթեզ է, որ բոլոր այդ տարբերակները պետք է դնեն, տնտեսական նպատակահարմարությունը հաշվեն եւ հասկանան, թե որ տարբերակն է ամենաօպտիմալը։ Ինչքան ենք մենք գումար ծախսում, որպեսզի օրինակ ապահովենք պայմանական 15000 տոննա ցորենի արտադրություն Հայաստանում կամ 20000, 30000, ինչ արժե դա մեր պետության վրա, ինչ է արժենում։ Եվ փորձել մյուս տարբերակը դիտարկել, հա, եթե մենք այդ հարցը լուծում ենք, ինչ արժի եւ անվտանգային տեսանկյունից այս երկու տարբերակները ինչ առավելություններ ու թերություններ ունեն։ Մենք շատ հաճախ sense ամենաուղիղ ճանապարհով են գնում, բայց լուծումների այդ տարբերակները, որ հստակ դրվեն, ուսումնասիրեն, քննարկվեն, ես վստահ չեմ, որ տեղական արտադրության խթանումը ամենալավ լուծումն է։
Անդրադառնալով էներգակիրների խնդրին, հայ-ռուսական հարաբերությունների այս լարվածության ֆոնին նաև գազի գինը վերանայելու հարց առաջ եկավ։ Դուք նաև մեծ ուսումնասիրություն եք կատարել, որոնք են այդ շեշտադրումները այս առումով։ Այո, ճիշտ է, գազի հարցը ստեղծության դամոկլեան սրի պես կախված է մեր տնտեսության վրա։ Ես կուզեի արդյոք օգտվելով մի փոքր ենթատեքստ տալ, թե ինչպես հայտնվեցինք այդ իրավիճակում։ Իրականում խնդիրը առաջացել դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված երկու համաձայնագրերով, որոնցից մեկով կարգավորվում էր հայ-ռուս գազարդի այն ժամանակ վերջին 20% բաժնետոմսերի փոխանցումը ռուսական կողմին, որով այդ համաձայնագրով Հայաստանը նաև պարտավորություններ ստանձնում, որ մինչև 2043 թվականը գազի ներմուծման բացառիկ իրավունքը տրվում է ռուսական Գազպրոմ ընկերությանը։ Երկրորդ համաձայնագրում որոշվում էր, թե գնագոյացում ինչպես պետք է տեղի ունենա եւ այնտեղ գինը փոխկապակցված է 65-35% հարաբերակցությամբ 65% Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գործող գազի գնի սակագնի եւ 35% գնաճի։ Բնականաբար վերջին զարգացումների ֆոնին մենք տեսանք ապրիլին հանդիպումներ, դրանից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարարը կարծես թե պաշտոնական նամակ էր հղել դիվանագիտական խողովակներով իր հայաստանցի գործընկերոջը Մարիա Զախարովան խոսեց այդ թեմայի մասին եւ ըստ էության Ռուսաստանը սպառնում է Հայաստանի նկատմամբ կիրառել ոչ թե արտոնյալ գազի գին, այլ շուկայական գազի գին։ Այդ արտոնյալ գազի գինը Հայաստանի տնտեսության համար ապահովել է շուրջ 5.8 միլիարդ դոլարի օգուտ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Եղել են առանձին տարիներ, որ մենք նաև տուժել ենք։ Օրինակ 2020 թվականին, երբ որ ամբողջ արդյունաբերությունը կանգնած էր, գազի գինը բավականին մատչելի էր դառել եւ մենք շարունակում ենք թանկ գնով վճարել, արդյունքում շուրջ 112 միլիոն դոլար այդ տարի վնաս ենք ունեցել, բայց ընդհանուր բնականաբար մեր տնտեսությունը օգուտով է դուրս եկել բայց հարցը դա 5-8 միլիարդը չի է, հարցը նրանում է կայանում, թե մենք այդ ընթացքում ինչ ենք տվել, ինչ հնարավորությունից ենք մեզ զրկել եւ Հայաստանը սարքել ենք ավելի խոցելի։ Տնտեսությունը ըստ իս, եթե զուտ արդյունքով նայենք, բնականաբար շահող է դուրս եկել, բայց վնասվել է երկրի էներգետիկ անվտանգության, այսպես ասած, էներգետիկ անվտանգությունը դարձել է խոցելի։ Օրինակ մենք այս պահին նույնիսկ լավագույն հնարավորության դեպքում չենք կարող ներքին սպառման համար գազ ներմուծել այլ երկրներից։ Մենք ուսումնասիրել ենք նաև այլընտրանքների մասին ենք խոսել։ Այլընտրանքները սկսած Իրանից, որ այս պահին գործող գազամուղ կա եւ հնարավոր է վերազինման միջոցով մեր ներքին սպառման շուրջ 70-75% ապահովել, վերջացրած նույն Ադրբեջանի միջոցով, Վրաստանի տարածքով, մանավանդ նախկինում այդպիսի դեպքեր եղել է, երբ որ Ռուսաստանի տարածքում վթարների պատճառով Գազպրոմը օգտագործել է ադրբեջանական գազը Հայաստանին մատակարարելու համար։ Մեր դեպքում նաև տարբերակը Թուրքմենստանը։ Նախկինում մենք 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ ունեցել ենք, երբ որ Ռուսաստանի միջոցով մենք ստանում ենք թուրքմենական գազ, մենք առաջարկում ենք դիտարկել SWOP տարբերակը, երբ որ Թուրքմենստանը մատակարարում է գազ Իրանի հյուսիսարևելյան շրջաններին եւ Իրանը նույն ծավալի գազ մատակարարում է Հայաստանին, բնականաբար տեղափոխման որոշակի ծախսեր կան, որը պետք է փոխհատուցվի հայկական կողմի միջոցով, բայց սա էլ է տարբերակ, բայց մեր հիմնական առաջարկը կայանում է նրանում, որ պետք չէ 100% ռուսական կախվածությունը այսօրվա փոխարինել իրանական, ինչքան էլ բարիդրացիական հարաբերություններ ունենան կամ ադրբեջանական, կամ թուրքմենական գազով։ Պետք է փորձել բոլոր աղբյուրներից ունենալ այլընտրանք, որպեսզի ինչ որ մի երկիր չփորձի գազը զենքայնացնել եւ օգտագործի մեր երկրի դեմ։ Սա է մեր ընդհանուր լուծումը, որը փորձել ենք ներկայացնել հանրությանը։ Շնորհակալություն, պարոն Ֆանյան, ես հիշեցնեմ, իմ զրուցակիցը տնտեսագետ Հայկ Ասվանյանն էր։